Շատ ձայներ են լսվում, տները շարժվում են։ Հրետակոծության սարսափելի ձայներն է հիշում հայ-իրանական սահմանի ագարակի անցակետ հասած իրանցի փոքրիկ աղջնակը ու ոտքերի տակ երերացող հատակը։ Փետրվարի 28-ին դպրոցում է եղել, երբ իսրայելական հրթիռները սկսել են թափվել Իրանի մայրաքաղաքի գլխին։ Մենք դպրոցում էինք, այո, ու հանկարծ լսեցինք պայթյունի ուժեղ ձայն։ Ես ու ընկերներս շատ վախեցանք։ Սարսափած աշակերտներին ուսուցիչները ապահով վայր են տեղափոխել։ Հավանաբար ապաստարան, լավ չի հիշում աղջիկը։ Մենք գնացինք մի տեղ, ապակիները ամբողջությամբ կոտրված էին։ Այդ պատճառով վատ էր, այո, վախեցել էինք։ Անորոշ է իրավիճակը Իրանում, դեռ որքան կշարունակվի պատերազմը, չգիտեն Իրանից Հայաստան եկած իրանցիները։ Առավոտյան 4-ին ճանապարհ ընկանք Թավրիզից եւ հիմա այստեղ ենք։ Երեխաս, որը ճանապարհորդելու փորձ չուներ, հիվանդացավ, բայց գոնե ռումբերի ձայն էլ չի լսում։ Հրետակոծվող Թեհրանից տեղահանված այս ընտանիքը նախ Թավրիզում է ապաստանել, հետո ժամանակավոր լքել է Իրանը, քանի որ Թավրիզում էլ հանգիստ չէ։ Գոնե համացանց լիներ, երեխաները հեռավար դաս անելով կշեղվեին ռումբերի ձայներից, ասում է այս կինը։ Իր մանկությունն էլ է ռումբերի ձայների տակ անցել, չի ուզում, որ նույն սարսափով երեխաներն անցնեն։ Ես փոքր էի Իրան-Իրաք պատերազմի ժամանակ, սարսափելի էր։ Հիմա որ մեծ ենք, սովորել ենք, չենք վախենում, բայց մեր երեխաներն են վախենում։ Երեխաների համար ենք թողել Իրանը, նրանք վախենում են, դողում են։ Ասում է, կեղծ են լուրերը, թե իրանական կողմը արգելում է միայն Իրանի քաղաքացիություն ունեցողներին լքել երկիրը։ Իրանում հիմա շատերը վախենում են անգամ տնից դուրս գալ։ Չնայած հայտարարվում է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը Իրանի ռազմական օբյեկտներին են հարվածում։ Պատերազմի 12 օրերի ընթացքում 1200-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել։ Ենթադրենք քեզ դեղ է պետք, պիտի դուրս գաս տնից, բայց ոնց, վտանգավոր է, ամեն վայրկյան կարող է ռումբ ընկնել գլխիդ։ Հիմա հումանիտար խնդիրները դեռ այնքան սուր չեն, որ իրանցիները զանգվածաբար երկիրը լքելու մասին մտածեն, բայց եթե օդային մարտերը շարունակվեն նույն ինտենսիվությամբ, հավանաբար շատերը ստիպված կլինեն դուրս գալ Իրանից։ Թերեզա Կադաևչյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։